Արդեն 2 օր է Արցախին ներկայացուցչությունում է գիշերում Գարեգին Խաչյանը։ Դիմել է պետական եւ հասարակական կառույցներին, արդարություն է պահանջում։ Պնդում է, որ իրեն խաբել է Eco-Project ընկերությունը, չի ստացել այն տունը, որի համար վճարել է իր վերջին գումարը։ 2025-ի ապրիլի 15-ին Գարեգին Խաչյանը եւ Eco-Project ընկերությունը կնքել են շարժական բնակելի տնակի առք ու վաճառքի պայմանագիր։ Ըստ համաձայնության, ընկերությունը պարտավորվել էր 120 օրվա ընթացքում մինչև հուլիսի 15-ը կառուցել եւ հանձնել փայտյա տնակը։ Ժամկետը լրացել է 3 ամիս առաջ, բայց տնակից դեռ ոչինչ չկա։ Խաբել են, ասալա գումարը մուծի, բանալիքների քեզ եմ տալիս։ Ես էլ եկել եմ մուծել բանկը, ու այդ Իմի գնացել եմ, ասել եմ, դե բանալիքները տուր, ասում է 3 ամիսից հետո։ 3 ամիսը եկալ է 5 ամիս դարել, հələ չկա, ոչ մի բան։ Հիմի ասում եմ, գումարս գոնե խնդրում եմ, գումարս ինձ տա։ Ոչ են տալիս, ոչ էլ տունն է տալիս։ Ի սկզբանե ընկերությունը պահանջել է ամբողջ գումարը 3 միլիոն 500 հազար դրամ։ Գարեգին Խաչյանը խնդրել է գոնե սկզբում վճարել 1 միլիոնը, իսկ մնացածը տնակը ստանալուց հետո։ Սակայն ընկերությունում մերժել են, նշելով, թե իրենց մոտ այդպես է կարգը։ Քանի որ արցախցին իր վերջին գումարով էր տուն գնել եւ այլ բնակարան չուներ, նրան տրամադրել են ժամանակավոր տնակներ, որտեղ նույնիսկ տարական պայմաններ չեն եղել։ Հին տները էլի, ամեն մեկը ծախսեր է սկան մեծ, մեկին դուրը չկա, մեկը պատուհան է, մեկը չգիտես ինչ, գարդոն եմ խփել ես վերջի բանումը, գարդոնը պատուհաներին եմ խփել ուրիշի տունալ են։ Մի ամիս մի տեղ եմ մնացել, ընդեղից հանեցին ուրիշ տեղ տարան, ընդեղից էլ հանեցին ուրիշ տեղ տարան, տուտը հենց դեպի մի 3 ամիսը վեր լրացել ասել եմ սա բան չի էլի, ես ասեմ, որ մի ամիս մի տեղ տեղափոխվել է, ուր է ստանում տատը հենց։ Ընդեղից էլ հանել են, մնացել եմ դրսերում։ Խաչյանը բազմիցս փորձել է կապ հաստատել ընկերության հետ, պարզելու թե երբ վերջապես պատրաստ կլինի իր տունը։ Սակայն ամեն անգամ ժամկետները երկարաձգվել են, իսկ հստակ պատասխան մինչ օրս չի տրվել։ Այժմ նա մնացել է դրսում, մի քանի պայմանագրի, մի քանի կոնֆետով պայուսակի եւ երբևէ Արցախ վերադառնալու հույսի հետ միասին։ Հա, գնում էի ասում, ասեմ ինչ եղավ։ Իրանք էլ սուս են անում, ոչ մի բան չկա։ Ոչ այն քանի քառակուսի վեր պիտի լինի, նրա տեղն էլ չկա։ Ոչ տեղ ունեմ, ոչ մի բան, տեղ չունեմ գնալու։ Տեղը Ղարաբաղն է, վեր պիտի եթամ Ղարաբաղ, եթել ուրա։ Ղարաբաղը հալա, ես իմ մի տարի, 2 տարի կարող է ձգձգվի հալա։ Թե տեղ կա, մի տեղ տվեք, մնամ, եթե տեղ չկա, ինչ ասեմ դե։ Էլ տեղ չունեմ ես էդ հալու։ Արցախի հանրապետության պետնախարար Նժդե Իսկանդարյանի խոսքով սա առաջին դեպքը չէ, որ արցախցիները հայտնվել են այսպիսի իրավիճակում։ Պաշտոնյայի խոսքով այս ամենի մեղավորը մասամբ կառավարությունն է։ Փաստաբանը ինձ ներկայացրեց, որ Eco-Project ՍՊ-ի հետ կապված կան որոշակի խնդիրներ, հայցադիմումներ է ներկայացրել դատարան, սա 5-րդն է, որ արցախցիները ուրեմն գումարը վճարում են, փաստորեն բնակարաններ չեն կարողանում ձեռք բերել եւ սպասենք դատական ուրեմն որոշումներին։ Ինչ վերաբերվում է կառավարությանը, այդպիսի իրավիճակում հայտնված մարդիկ փաստորեն իր եկամուտը կազմում է 60,000 դրամ։ Հիմա ինչպես եք պատկերացնում այդ մարդու ուրեմն ապրուստը, այսպես ասած, ինչը անհնարին է դարձնում մարդու ուրեմն բնակարանով ապահովելը։ Փաստացի պետք է ուսումնասիրել բնակարանային շուկան եւ տեսնել, որ այդ ծրագիրը չի գործելու։ Առաջիկա օրերին տեղի է ունենալու մամլո ասուլիսը, որտեղ կներկայացնեմ այն նախագիծը, իմ պատկերացմամբ ինչը հնարավորություն կտա որոշակի թեթևացնել արցախցիների բեռը։ Eco-Project ընկերության հետ մեր բազմաթիվ փորձերը մեկնաբանություն ստանալու նպատակով մնացին անպատասխան։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանը դիմել է մարդու իրավունքների գրասենյակ, որտեղ հարցը առաջիկա օրերին կուսումնասիրվի եւ ըստ Իսկանդարյանի լուծում կստանա։ Իսկ մինչ այդ նա կառավարությանը կոչ է անում վերանայել այն ծրագիրը, որը արցախցիներին հնարավորություն կտա բնակարան ձեռք բերել։